է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանին քվեարկության արդյունքները ներկայացնելու համար։ Շնորհակալություն, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ազգային ժողովի պետական իրավական հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 66-ը, քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արուսյակ Ջուլհակյան կողմ 65 դեմ 1։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որոշումն ընդունված է։ Հարգելի պատգամավորներ, քննարկում են կառավարության լռություն, սիրելի գործընկերներ, խնդրում եմ լռություն։ Քննարկում են կառավարության ներկայացրած բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական